Ավետարան ըստ Հովանու, գլուխ 6։ Սրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի Տիբերիա ծովի մյուս կողմը, և շատ ժողովուրդ գնում էր նրա ետևից, որովհետև տեսնում էին նրա նշանները, որ անում էր հիվանդների վրա։ Հիսուսն էլ վեր ելավ սարը և նստեց իր աշակերտների հետ այնտեղ, և հրեաների զատիկի տոնը մոտ էր։ Հիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մոտ, ասեց Փիլիպոսին. «Ինչ տեղից հաց առնենք, որ դրանք ուտեն»։ Բայց այս ասեց նրան փորձելով, որովհետև ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ։ Փիլիպոսը պատասխանեց նրան. 200 դահեկանի հաց բավական չէ դրանց, որ ամեն մեկը մի քիչ առնե։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրն, ասեց նրան. «Այստեղ մեկ տղա կա, որ 5 գարի է հաց ունի և 2 փոքր ձուկ, բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար»։ Հիսուսն էլ ասեց. «Մարդկանցը նստեցրեք»։ Եվ շատ խոտ կար այն տեղը, և մարդիկը նստեցին համարով իբր 5000։ Եվ Հիսուսը հացերն առավ, գոհացավ և բաժանեց աշակերտներին, և աշակերտներն էլ նստողներին, նույնպես էլ ձկներիցը որչափ որ կամեցան։ Եվ երբ որ կշտացան, ասեց իր աշակերտներին. «Ժողովեցեք ավելացած կտորները, որ բան չկորչի»։ Եվ ժողովեցին, և կտորներիցը 12 կողով լցրին այն 5 գարիե հացիցը, որ ուտողներիցն ավելացավ։ Բայց մարդիկն երբ որ տեսան այն նշան, որ արավ Հիսուսը, ասում էին, թե սա է ճշմարտապես այն մարգարեն, որ պիտի աշխարհ գար։ Հիսուսն էլ իմանալով, թե գալու են իրան հափշտակեն, որ թագավոր շինեն իրան, դարձյալ մինակ գնաց սարը։ Եվ երբ որ իրիկուն եղավ, նրա աշակերտները իջան ծովի եզրը, և նավը մտնելով գնացին ծովի այն կողմը, Կափառնայում։ Եվ արդեն մտնել էր, և Հիսուսը չէր եկել նրանց մոտ։ Եվ ծովն էլ սաստիկ քամու փչելուց հուզվում էր։ Եվ երբ որ թիավարելով 25 կամ 30 ասպարեզի չափ առաջ էին գնացել, տեսան Հիսուսին ծովի վրա քայլելով գալիս, որ նավին մոտենում էր, և վախեցան։ Նա էլ ասեց նրանց. «Ես եմ, մի վախենաք»։ Եվ կամենում էին նրան ընդունել նավի մեջ, և նավը շուտով հասավ այն երկիրը, որ գնում էին։ Հետևյալ նորն այն ժողովուրդը, որ ծովի այն կողմին էր, տեսնելով, որ ուրիշ նավ չկար այնտեղ մեկիցը ջոկ, որ նրա աշակերտները նրա մեջ մտան, և որ Հիսուսը իր աշակերտների հետ նավը չէր մտած, բայց միայն նրա աշակերտները գնացին։ Բայց Տիբերիայիցը ուրիշ նավեր եկան այնտեղի մոտ, ուր հացը կերան Տիրոջ գոհանալովը։ Արդ երբ որ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այնտեղ չէ և ոչ էլ նրա աշակերտները, իրանք էլ նավերը մտան և եկան Կափառնայում, Հիսուսին որոնելով։ Եվ երբ որ նրան ծովի այն կողմին գտան, նրան ասեցին. «Ռաբբի, ե՞րբ եկար այստեղ»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք և կշտացաք։ Գործեցեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ Մարդի Որդին կտա ձեզ, որովհետև Աստված Հայրը կնքեց նրան»։ Արդ նրան ասեցին. «Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք»։ Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասեց. «Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց»։ Եվ նրան ասեցին. «Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք և հավատանք. ի՞նչ ես գործում։ Մեր հայրերը անապատումը մանանան կերան, ինչպես գրված է, թե երկնքիցը հաց տվավ նրանց ուտելու»։ Հիսուսն էլ նրանց ասեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ թե Մովսեսը տվավ ձեզ այն հացը երկնքից, այլ իմ Հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։ Որովհետև Աստծո հացը նա է, որ երկնքիցն է իջնում, և որ աշխարհքին կյանք է տալիս»։ Նրանք էլ ասեցին. «Տեր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը»։ Հիսուսն էլ նրանց ասեց. «Ես եմ կյանքի հացը։ Ինձ մոտ եկողը չի սովի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Բայց ես ասեցի ձեզ, թե տեսաք էլ ինձ և չեք հավատում։ Այն ամենը, որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կգա, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի, որովհետև ես իջա երկնքիցը, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Սա է ինձ ուղարկող Հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցանեմ նրան։ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով, որ տեսնե Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, և ես հետին օրումը կհարուցանեմ նրան»։
Հրեաներն էլ տրտնջում էին նրանից, որ ասեց, թե ես եմ երկնքից իջած հացը, եւ ասում էին. չէ՞ որ սա Հիսուսն է, Հովսեփի որդին, որի հորը եւ մորը ճանաչում ենք, ապա սա ինչպես է ասում, ես երկնքիցն եմ իջել։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. մի տրտնջակ իրար հետ, ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե հայրն, որ ինձ ուղարկեց, չքաշե նրան, եւ ես հետին օրումը կհարուցանեմ նրան։ Գրված է մարգարեների մեջ, թե եւ ամենքն Աստվածանից սովորած կլինին, արդ ամեն ով, որ հորից է լսում եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Իբր չէ թե մեկը տեսել է հորը, բայց միայն նա, որ Աստվածանից է, նա տեսել է հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանան կերան անապատումը եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի։ Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթե մեկն այս հացից ուտե, հավիտյան կապրի։ Եվ այն հացն, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հրեաներն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունիք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, եւ ես հետին օրումը կհարուցանեմ նրան, որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք է։ Իմ մարմինն ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Ինչպես ինձ ուղարկեց կենդանի հայրը եւ ես կենդանի եմ հոր համար, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջել, ոչ թե ինչպես ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան։ Այս հացն ուտողը հավիտյան կապրի։ Այս ասեց ժողովարանումը, երբ որ Կափառնայումի մեջ սովորեցնում էր։ Եվ նրա աշակերտներից շատերը, որ լսեցին, ասեցին. խիստ է այդ բանը, ով կարող է լսել դրան։ Բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձնումը, թե իր աշակերտները տրտնջում էին դրա համար, նրանց ասեց. դա գայթակղեցնում է ձեզ։ Ապա ինչ եք մտածելու, եթե մարդի որդին տեսնեք վեր գնալիս, ուր որ առաջ էր։ Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանն, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք է։ Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբիցը գիտեր, թե ով են չհավատացողները եւ ով է նա, որ պիտի մատներ նրան։ Եվ ասեց. նրա համար ասեցի ձեզ, թե ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե իմ հորիցը տրված չլինի նրան։ Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին եւ այլևս ման չէին գալիս նրա հետ։ Հիսուսն էլ ասեց այն 12-ին. միթե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք։ Հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու, եւ մենք հավատացինք եւ ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Հիսուսը պատասխանեց նրանց. չէ՞ որ ես ձեզ 12-իդ ընտրեցի եւ ձեզանից մեկը սատանա է։ Եվ սա Իսկարիովտացի Սիմոնյան Հուդայի մասին էր ասում, որ նա էր մատնելու նրան։ Եվ ինքը 12-ից մեկն էր։